Ցանալ է, որ գնալու նախընտրական տրամադրությունները գերակշռող են դառնալու եւ մեր տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական հոսանքներ փորձելու են իմի բերել իրենց պատկերացումները, իրենց տեսակետները տարբեր հարթակներում արտահայտել։ Ես այսօրվա հավաքը կարևոր եմ համարում այն առումով, որ իսկապես Հայաստանի պաշտպանությունը ունի լրջագույն վերանայման կարիք։ Այս առումով մեր մոտեցումները, մեր պատկերացումները, մեր ընդհանրությունները մենք պետք է կարողանանք ներկայացնել այդ առումով, բայց միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները մոտենում են, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակեցնի իր դիրքը, իր դիրքավորումը։ Ես գտնում եմ, որ բավականին մեծ անհրաժեշտություն կա այս առումով համախմբվելու, միավորվելու, լրջագույն քաղաքական միավոր ձևավորելու։ Այստեղ ես տեսնում եմ անելի քաղաքական ուժերը պետք է, ես քիչ առաջ էլ ասեցի, քաղաքական ուժերը պետք է կարողանան վերդասել իրենց հավակնությունները արդի մարտահրավերների ֆոնի վրա եւ կարողանան ճիշտ դիրքավորվել։ Քաղաքական դաշտում մեծ համախմբում է անհրաժեշտ, մասնավորապես 20-30 կուսակցություններ, եթե իսկապես ցանկանում են Հայաստանում շրջադարձային փոփոխություններ բերել, կարող են եւ պետք է գնան միավորման, անգամ լուծարման ճանապարհով եւ ձևավորվի մեկ միասնական քաղաքական թիմ, որի արդյունքում ես գտնում եմ, որ պետք է ձևավորվի հաղթող ընտրական ցուցակ եւ այդ հաղթող ընտրական ցուցակը ներկայացվի ժողովրդին ներկայացվի նաեւ այլընտրանքային քաղաքական ծրագիր Հայաստանի Հանրապետության 2026-2031 թվականների ռազմավարական զարգացման վերաբերյալ եւ մենք մասնակցենք ընտրություններին։ Կտեսնենք թե խոսակցություններն ու խորհրդակցությունները ինչի կհանգեցնեն, բայց ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ ինչ-որ լուծումներ եւ արդյունքներ կարձանագրվեն։ Իսկ այդ միավորում, որ առաջարկում եք, հավատում եք, որ դա հնարավոր է։ Գիտեք, շատ վերլուծելով իրականությունը։ Անձամբ ինքս պատրաստ եմ այս առումով կատարել լուրջ աշխատանքներ, անկեղծ եմ ասում։ Ես պատրաստ եմ մեր կուսակցությունը ինքս որպես վերջի տարիներին ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, պատրաստ եմ իմ ներդրումը ունենալ առավելագույնը, դառնալ մեր անհետ միավորման, որում ասեմ, պատրաստ ենք տարբեր ձևաչափերով։ Մեր խնդիրը հետևյալն է՝ ձևավորել իսկապես քաղաքական հաղթող թիմ, ձևավորել այս իշխանությանը իրապես այլընտրանքային քաղաքական հաղթող թիմ եւ ներկայացնել մեր ժողովրդին այլընտրանքային քաղաքական ծրագիր։ Շատ կարևոր է մեր ժողովրդին հանել այս պատանդարված իրավիճակից այն առումով, որ մեր ժողովուրդը կանգնած է դիլեմայի առաջ, կամ ընտրել գործող իշխանությանը, կամ ընտրել նախկին իշխանությունների։ Այսինքն մեր ժողովրդին պետք է տալ հնարավորություն այլընտրանքի։ Սրան միտված ընդունում եմ, որ կան բարդություններ, դժվարին աշխատանք, բայց բոլոր դեպքերում պետք է փորձել ու գնալ այդ ճանապարհով։ Այսինքն դուք պատրաստ եք անգամ ինքնալուծարվելու ճանապարհով գնալ։ Ես առաջարկում եմ, որ 20-30 քաղաքական կուսակցություններ, եթե իսկապես ցանկանում են, եթե իսկապես մտահոգված են, եթե իսկապես ցանկանում են բովանդակային որակական փոփոխություններ բերեն, առաջարկում եմ եկեք լուծարվենք, ստեղծենք մեկ քաղաքական ուժ 20-30-ի փոխարեն, այդ 20-30 քաղաքական լուծարված ուժերի ուրեմն անձնակազմից ընտրել լավագույններին, մեկ միասնական ցուցակ, ընտրական ցուցակ, եթե կռիվը գնում է առաջին տեղի համար, իրականացվի Ամերիկայի պրայմերիզմի տեսքով, թող ժողովուրդը ընտրի այդ հաղթող քաղաքական թիմի առաջին 5-յակին կամ առաջին 10-յակին եւ վարչապետի թեկնածուին եւ այդ քաղաքական թիմով գնանք ընտրությունների։ Շատ պարզ, ազնիվ, հանգիստ եւ կարծում եմ ռացիոնալ առաջարկ ենք անում։